կամ խաբել են, կամ ինքն է խաբում։ Հիմա այդտեղ երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Գործարար Սամվել Կարապետյանի թիմում դեռ քննարկում են դատի տալ Նիկոլ Փաշինյանին, թե ոչ, 3 լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունների համար։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը այսօր ասաց. եթե այս հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ, վարչապետին սխալ տեղեկատվություն տալու համար կքննարկեն դատարան դիմելու հարցը։ Պաշտոնակությունների մասին դեռ լուր չկա։ Հակառակը, Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շտապել է Facebook-յան գրառմամբ ամրապնդել Փաշինյանի ասածը, շուրջ 2 տասնյակ քրեական վարույթների մասին նշելով։ Ինչ նկատի ունի վարչապետը, երբ ասում է, որ հեծը փող է գողացել մեր ժողովրդից։ Դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված հեծի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ։ Ղազինյանը հարցնում է, իսկ ուր են հասել այդ վարույթները, եթե կա հանցագործ, վկա, ուրեմն պետք է հետևի պատիժը։ Չի հերքում, որ հավելագրումներ գուցե եւ եղել են, բայց ամեն ահազանգի հետևից իրենք էլ ժամանակին գնացել են։ Կարծում է իրավապահները ժամանակավոր կառավարչի փաստերին լավ ծանոթ են։ Պարզապես սեփական վարկածն ունի, թե ինչու աղմկահարույց բացահայտումներ այս ամենին չեն հետևում։ Ըստ երևույթին ասել եմ, որ այստեղ չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։ Չկա։ Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, ու ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Ամանորի նախօրեին եւ տարվա առաջին օրերին հոսանքի զանգվածային անջատումներ եղան Երևանում եւ Հայաստանի մի շարք մարզերում։ Միայն Էրեբունու մոտ 50,000 բնակիչ մի քանի օր առանց էլեկտրաէներգիայի էր մնացել։ Վարչապետ Փաշինյանը 3 մեղավորին գտել էր, նախկինները վատ են կառավարել, ներդրումային պարտավորությունները մասնավորապես մարզերում չեն կատարել։ Եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել։ Հիմա ես էլ հակառակն եմ ասում, եթե վերցրած չլինեիք, 3 անգամ լավ կլիներ։ Իրենց կառավարման ժամանակ եւ անգամ չեն կարողացել վերջացնել մեր կողմից սկսված այդ ներդրումային աշխատանքները։ Արդեն 7 տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը 3 ասում էր. սխալվել են, որ հեծով չեն զբաղվել 3 կամ 5 տարի առաջ, եւ հիմա սխալներն են ուղում։ Ռոմանոս Պետրոսյանն էլ այսօր հիշեցնում է, փաստեր կան, որ համակարգային խախտումներ են եղել եւ այդ պատճառով նոյեմբերին Կարապետյաններին պատկանող հեծը լիցենզիայից զրկվեց։ Իդեպ կառավարությունը Կարապետյանին ընկերությունը գնելու որևէ առաջարկ դեռ չի արել։ Համաձայն կարգի լիցենզիայից զրկվելուց հետո 3 ամիսների ընթացքում կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցել եւ պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ։ Եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել։ Հաշվի առնելով ինչ են իրենք ցանկանում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա, որովհետեւ իրենց ծրագրած պլանը մեր պլանների չի համապատասխանում։ Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Ղազինյանը չմանրամասնեց, պնդեց միայն հեծի պայքարը ֆինանսական չէ։ Այսինքն պարոն Կարապետյանը պայքարել է մինչև վերջեցի համար, շատ լավ հասկանալով ինչ է կատարվում եւ ինչքան է ավելի վատանալու։ 7 ամիս անազատության մեջ գտնվող միլիարդատիրոջ ընտանիքը $500 միլիոն փոխհատուցման պահանջով դիմել է միջազգային արբիտրաժային դատարան։ Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5%-ն է։